Շորհայի իրանական սպանդանոցը պատրաստվում է ընդլայնել շուկան, մինչև հիմա ընկերությունը միս էր արտահանում միայն Իրան, որտեղ մեր արտադրանքը մեծ պահանջարկ է վայելում։ Առաջիկա ծրագրով սպանդանոցը կսկսի գործել նաև ներքին սպառման համար։ Մինչև այժմ միայն գառ մթերող ընկերությունը պատրաստվում է նաև նոր հոսքագիծ բացել։ Առաջիկայում սպանդանոցը խոշոր եղջերավոր անասունների մորթ կիրականացնի։ Անկառավարելի գառներին ինչ հնարքով ասես չի խաբում, խորենը նրանց մորթի է պատրաստում։ Սովածորում են գալիս են, որ չէ։ Մասիսում հանրապետության ամենախոշոր հայ-իրանական սպանդանոցն է։ 3 ամսում 25,000 հատ գառ են մորթել։ Այստեղ ամեն օր միայն 500-ից 700 մորթ է արվում։ Մանր եղջերավորները տարբեր մարզերից են՝ Արմավիրից, Սյունիքից, Արարատից։ Այս մասը արդեն փորի մասը դատարկվում է, մյուս մասը թոք ու սիրտն է առանձնանում։ Արտահանման հիմնական շուկան Իրանն է, մորթն էլ մուսուլմանական հալալ կանոններով է։ Մորթելիս գառը պետք է Մեքքայի ուղղությամբ լինի, դանակն էլ պարտադիր երկաթե։ Մեկը մորթին է առանձնացնում, մյուսն օրգանները, հետո մսեղիքը ուղարկվում է ստուգման։ Արտաքին կասկածի դեպքում կատարվում է լրացուցիչ լաբորատոր հետազոտություն։ Հիվանդություն հայտնաբերելու դեպքում միսը ոչնչացվում է։ Գանում նայում ենք իր գույնին, մեծությանը, կոնսիստենցիային։ Սանիտարական զննումից հետո միսը կշռվում է, լվացվում ու անցնում սառնարան, 1 օր պահպանության։ Հայկական մսամթերքը իրանական շուկայում մեծ պահանջարկ ունի։ Հայաստանի գառերը ավելի լավ սնվում են, սարերում են, դրա համար ավելի որակը բարձր է։ Մորթից հետո ոչինչ չի թափվում, բոլոր ներքին օրգանները մշակվում են եւ արտահանվում։ Թոքը, սիրտը, լրիվ այս մաս փաթեթավորվում է։ Գլխից ու տոտիկներից էլ խաշ են պատրաստում, մորթին էլ օգտագործվում է տեքստիլ արտադրությունում։ Իրանք այն կողմից տալիս են, մեկ տեղ դասավորում ենք, հետո գալիս են օրվան վերջում տանում են։ Սպանդանոցը նաև անասնապահի համար իրացման գործն է հեշտացրել։ Ոչ մորթ է անում, ոչ էլ անհանգստանում մսի վաճառքով։ Գյուղացին հաստատ իմանում է, երբ որ ուզենա կարող է բերի իր ապրանքը անձնի ստեղ եւ մենք իր գումարը հաստատ ժամանակին ստանալու է։ Ընկերությունը նախատեսում է մտնել նոր շուկաներ եւ ընդլայնել աշխատանքը նաև ներքին սպառման համար։ Առաջիկայում հոսքագիծ կլինի նաև խոշոր եղջերավոր կենդանիների մորթի համար։ Հայգու Հիասատրյան, Նարեկ Ալստյան, ժամը լրատվական։ Նախագահ Սարգսյանի աշխատանքային այցի վերաբերյալ ռեպորտաժն այժմ մոնտաժում է, այն կցուցադրենք պատրաստ լինելուն պես։ Շարունակում ենք թողարկումը։ Արտակարգ պատահար է տեղի ունեցել Լոռիում, գայլերը հարձակվել են մարզի հեռավոր բնակավայրի անասնագումի վրա ու հոշոտել մի ամբողջ հոտ։ Գիշատիչները փարախ է մտել 2 մետր բարձրության վրա գտնվող պատուհանից։ Գայլերը այս տարվա ընթացքում 3-րդ անգամ են կոտորում այս համայնքի ոչխարները։ Գայլերը Գյուլաքարակ համայնքում հոշոտել են մոտ 5 տասնյակ ոչխար, ըստ գյուղացիների գայլերը ոհմակով են եղել եւ անասնագոմ են մտել պատուհանից։ Անասնագոմը գտնվում է Տուժած Այվազյանների